Ըստ մենք Արգելի Մեղադրյան, Վարգաց Սրբազան ձեզ, եթե ցանկանում եք արտահայտել։ Փորձեմ շատ հակիրճ լինել, ինչքան հնարավոր է։ Բնականաբար ես պատվարժան դատարան, ոչ հայցելու եմ ձեզանից կալանքը փոխել, ոչ էլ որևէ բան։ Ես ուրիշ բան ունեմ ասել։ Շատ հարցեր իմիջայլուց։ Բայց այս պահին թույլ տվեք նախ անդրադառնամ մի փաստի, որը անցյալ շաբաթ այս նույն դատարանում հնչեցրել եմ, հետո էլ հրապարակային խոսքով պնդել։ Եվ հիմա վերահաստատում եմ։ Մեկ շաբաթ առաջ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարեցի, որ քննչական կոմիտեի ղեկավարը մեղմ ասած անպատասխանատու հայտարարություն է արել եւ խիստ ասած զրպարտություն եւ ակնհայտ փաստերի, խնդրում եմ տերմինը ասել, փաստերի կեղծում է տեղի ունեցել։ Եվ ես դա պնդում եմ, հենց հիմա նորից պնդում եմ, առնվազն երկու դեպքով, մեկը կապված այդ չարաբաստիկ գյուլելու 2 հոգու և 15 հոգու բանտ տնելու պատմության հետ, ակնհայտորեն իրենք խուսափում են այդ թեմային անդրադառնալ, երկրորդը, որ իբր իմ ձեռքով գրված կա ահաբեկչության պլանավորում արտահայտությունը, դարձյալ կրկնում եմ, իմ ձեռքով գրված։ Ուրեմն երկու դեպքով նվազագույնը ասեցի, մնացած ինչ որ կա, դեռ դրանք ծաղիկներն են, մնացած հետո կպարզվի ամեն բան։ Եվ ես վերստին պնդում եմ և իմիջայլոց ուզում եմ ասել, որ իմ պաշտպանների հետ խորհրդակցելով մենք որոշել ենք, որ ակնհայտ կեղծիքի փաստական զեղծարարության կամ կեղծիքի առումով հաղորդում ենք ներկայացնելու, որպեսզի քննությունը սկսի քննչական կոմիտեի ղեկավարի կամ նրան մոլորեցնողների նկատմամբ, ինչպես նաև գլխավոր դատախազի կամ նրան մոլորեցնողների նկատմամբ։ Սա ակնհայտ մենք անելու ենք։ Երկրորդ, հարցադրումս, ես ապշած եմ ուղղակի, որ մարդը կարող է վեր կենալ հանրային մեղադրով, խոսել բաների մասին, հանցագործներ, հանցակազմ, հանցախումբ, լիքը բաներ ասել, համարելով, որ դրանք տերմինաբանություն են, ես համարում եմ որպես վարկաբեկում, և շատ հանգիստ խղճով չպատասխանել հարցի, որ արդյոք այս բոլոր այսպես կոչված գաղտնալսումները փորձաքննություն անցել են, թե ոչ։ Արդյոք դրանց մեջ ծավալով կան հսկայական ծավալով միջավայրեր, որտեղ ասում եք չի լսվում, ինչը չի լսվում օրինակ, հիմա ես չեմ մտնելու ապացույցների փուլ, բայց դա մեծագույն հարցադրում է, և ինչ խղճով եք դուք արտահայտություններ անում, որոնց չեք կարողանալու հետո տեր կանգնել։ Սա ինձնից դուրս, ես նորից եմ ասում, բացարձակ ես ակնկալիք էլ չունեմ, չեմ էլ ուզում ունենալ ոչ էլ որևէ ձևով ակնկալել կամ խնդրել, որ իմ կալանքը փոխվի, տնային դառնա, դրսային դառնա, բացարձակ։ Ես պայքարի մեջ եմ Հայաստանի Հանրապետության և կորսված Արցախի համար։ Եվ մնալու եմ այդ պայքարի մեջ, կլինի բանտում, թե գերեզմանում կապ չունի։ Դուք ինչ որոշում ուզում եք կայացրել, մեղադրող ինչքան ուզում է թող խոսի, հազարավոր էջերով, փաստաթղթերով բերեք, այս 2 տարի է մեզ անընդհատ ուղղակի հանցագործ ֆեյքերի պոակով հալածել են բոլոր առումներով, դրա մասին որևէ մեկը խոսել է, ստեղծված կառավարության հովանու ներքո գործող ամենազզվելի, ամենազազրելի լուտանքներով ու մեղադրանքներով, բայց դրանց պաշտպանվածությունը որտեղ է, այս մարդկանց կամ բոլորի, որևէ մեկի, ով է դա հանձնել, այո ես պայքարել եմ ու պայքարելու եմ, իմիջայլոց ասեմ ձեզ, պատվարժան դատարան, 3 չառաջով ինձ քննչական կոմիտե են կանչել, դուք տեղյակ եք,
ձեզ տեղեկացրել են, որ այս դատավարության գործընթացով անցնող երկու անձի, նվազագույնը ես գոնե երկուսին գիտեմ, ինձ եւ չգիտեմ նախաքննական գաղտնիքը կամ ոչ Լիդիա Մանթաշյանին կանչել են քննչական կոմիտե։ Տեղյակ եք ինչ կարգավիճակով։ Օրինակ դուք գիտեք ինձ ինչ կարգավիճակով են ընդգրկել։ Հիմա պաշտպանս ասում է դա կարող է նախաքննական գաղտնիք լինել։ Ինձ ինչ նախաքննական գաղտնիք է թե ոչ։ Կանչել են։ Եվ ինչ կարգավիճակով են ներգրավել գործի մեջ, գիտեք։ Չգիտեք։ Հարցրեք թող ասեն։ Ձեզ շրջանցել են, ես կարծում եմ, որ ձեզնից իրավունք պիտի հարցնեին։ Ձեզնից իրավունք պիտի հարցնեին, իսկ ինչու են կանչել։ Կանչել են, որ ծածկա դմփոց անեն իրենց խայտառակ հայտարարությունը։ Ես ձեզ ուղղակի ասում եմ, այդ տեքստը, որի վրա քննչական կոմիտեի ղեկավարը ասում է, որ իմ ձեռքով է գրված, ես հիմա էլ եմ ասում, ոչ իմ ձեռքով է գրված, ոչ էլ գիտեմ որտեղից է եկել այդ թուղթը, որովհետև այդ թուղթը ես ողջամիտ կասկածում եմ, որ իրենք էլ սարքել դրել են մեր պահարանների կամ որտեղ որ դրել են։ Կարող եմ ունենալ այդ կասկածները։ Եվ այդ թուղթը կարդալուց հետո պատվարժան դատարան, ես կարծում եմ դուք այդ գործը կանեք։ Ինձ պետք էր, եթե ենթադրյալ ես եմ կամ որևէ մեկը, պետք էր ոչ թե կալանավայր ուղարկել, այլ հոգեբուժարան։ Մի հատ էլ հոգեբուժ եւ երկու հոգեբան վարձել, որպեսզի ինձ հետևեն, ենթադրյալ եմ ասում, որպեսզի ես այդ արարքները չգործեմ։ Մի տվյալ կասեմ միայն եւ դուք ենթադրեք այդ թղթում գրված, որ ես պլանավորում եմ 150,000-ից 250,000 հոգի գերեվարել Ադրբեջանի տարածքից, Նախիջևանից եւ Արցախից։ Ես պլանավորում եմ 40-50 կիլոմետր խորանալ Թուրքիայի տարածք 24 ժամ անկասելիորեն ռմբակոծել։ Հիմա սա հոգեկան խանգարում ունեցող մարդու գրված կա, թե ոչ, ինձ ինչ է տարել կալանավար, պետք է տանեն հոգեբուժարան։ Պատվարժան դատարան, ես մի բառ չեմ չափազանցում, եւ դեռ քննչական կոմիտեի ղեկավար ասում է իր ձեռքով գրված ահաբեկչության պլանավորում, դե մեր փաստի, առանց ձեռագրագիտական փորձաքննության, առանց այս գաղտնալսումների փորձաքննության, դուք ո՞նց եք, ինչպես եք մարդկանց դատապարտում։ Անցել են այդ փորձաքննությունները, բայց դե չեն անցել են, ուր են արձանագրված, բայց դե չեն անցել։ Դուք ինչպես եք մարդուն վերագրում արարք, որը գոյություն չունի։ Սա է ամբողջ խնդիրը, պատվարժան, ես դեռ այն ժամանակը խնայելով այն մեծ մասը չեմ խոսում, դեռ չեմ խոսում, ինչպես կարող է երկրի ղեկավարը հանցագործության հավասար հայտարարություն կատարել իր շրջապատում, որի գաղտնալսված եւ չգիտեմ ինչ կերպով ձայնագրությունը հրապարակվի, որ վերաբերում է պետական անվտանգության, բանակցություններ, միջազգային հարաբերություններ, որտեղ ասվել է, որ ես ինչ գժիտեղ գտնեմ եւ այլն կանցնեմ, երբ իրեն հարց են տալիս, որ սա ինչ թեմա է, ասում են մենք մեր շրջապատում խոսել, մենք էլ մեր շրջապատում ենք խոսել, հիմա ո՞րն է դրա տարբերությունը։ Այն հարցը հսկա մեր կյանքի վրա գերակշիռ նշանակություն ունեցող խնդիրը բերված եւ այդպես անցնել առանց քննության, առանց որևէ բանի, եւ այստեղ մարդիկ կեղծված փաստաթղթերով, ես նորից եմ պնդում, 2 հոգու գյուլելու, 15 հոգու բան դնելու պատմությունը ինչին է վերաբերում, ով է օբյեկտը։ Եվ դեռ մարդիկ ասում են, եւ այո, ապրեն լրագրողները, որ հենց այդ նույն պահին ցույց տվեցին գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի ղեկավար այդ արտահայտությունները անելուց, այս քարոզչական արշավը, ես ինչու եմ դրա վրա կենտրոնացել, շատ նյութեր կան, բայց ամբողջ քարոզչությունը դարձել, այդպես է սկսել ամեն ինչ, բայց թե ինչու է սկսել, ես լավ գիտեմ, մեզ մեկուսացնելու համար է սկսել, որովհետև այո, ես ասել եմ, ուխտել եմ իմ նահատակ եղբայրների շիրիմների առջև, իմ կորսված Արցախի առջև, իմ հայրենիքի ու պետության առջև,
որ ուր են որ գտնվեն, քանի դեռ սրանք իշխանությունը իմ պայքարը չի դադարելու։ Չի դադարել, դա ինձնից Աստվածը ուզել իմ նահատակներն են ուզել, չի դադարելու, ուզում եք կալան, ուզում եք դերեգման, ուզում եք տվել, սապ չունի, ես սրանով եմ ապրում, և սրանով էլ ապրելու եմ ու վայ նրանց, որ բարին չար են ներկայացնել, չարը բարի, լույսը խավար, խավարը լույս, և գողանալու են արդարի իրավունքը, ես չեմ ասում, այս գիրքն է ասում, և սա այսպես է, և ես խղճում եմ ուղղակի, խղճում եմ այն մարդկանց, ովքեր մտել են այս պատասխանատվության տակ, այո, ես մարդկայնորեն բարկանում եմ երբեմն, նեղվում եմ երբեմն, հանրային մեղադրող ինստիտուտից կամ այս մարդկանցից, բայց միևնույն ժամանակ անկեղծորեն ասած աղոթք եմ անում, որ ինչ-որ ճանապարհ գտնեն կյանքում ազատվեն այս փորձանքից։ Այդքան բան եք ասում, եւ բոլոր նրանց, ովքեր ընդգրկված են այս գործի մեջ։ Ես խնդիր չունեմ, իմ ջայլոց Արամ ջան, պարոն Վարդանյան, ներողություն։ Ես տուն էլ չունեմ, որ տնային կալանք տանես։ Այնպես որ ոչինչ, հարց չի, լավ, չկատակ եմ անում։ Ուրեմն, պատվարժան դատարան, հստակ ասում եմ վերստին կրկնելով և ավարտելով, իմ պայքարը չի վերջանալու, կալանք, չկալանք, գնդակահարություն, ինչ ուզում եք դրեք, կապ չունի։ Երկրորդ, ակնհայտ կեղծված են, ակնհայտ, գոնե երկու մեր ցույց տված, այն մնացածները ցույց չեմ տալիս։ Ակնհայտ կեղծված փաստերով եմ ասում։ Երրորդ, այս նյութերը ոչ մի փորձագիտական քննության չեն ենթարկվել, ոչ ձեռագրագիտական, ոչ ձայնագրությունների առումով, չեն ենթարկվել։ Մենք կարող ենք ժխտել ընդհանրապես ասել, որ մեր խոսքերը չեն, մեր ասելիքները չեն, ընդհանրապես, որովհետև չկա, գոյություն չունի։ Չորրորդ, 8 ամիս մեզ անընդհատ լսելուց հետո իրենց ասելով, գալ մտնել խուց և փորձել ինչ-որ բան կորզել, սա արդեն նենգություն էլ չի, արդեն խոսում այն մասին, որ ասենք մի բան չկա, մի բան գտնենք, մտցնենք արանքը, Միքայել Սրբազանի հետ եմ ասում, և այո, և փորձել մեզ կապել, հիմա ես ուրիշ դավադրություն եմ ուզում ջարդել այստեղ, և փորձել մեզ կապել, Միքայել Սրբազանը ռազմակոչ է արել, Սամվել Կարապետյանը ֆինանսավորելը, մենք էլ իրականացրենք, սա է ամբողջ տեսիլքը, սա է ամբողջ գործը, սա ուրիշ բան չկա, դրա համար էլ են մարդը կալանավայրումը, մյուսը արդեն դատական վճիռ կայացված, հիմա փորձում են ինչ-որ ձևով, կապերով, բաներով բերել հասցնելն, մի փորձեք ընդհանրապես, ասում եմ, այս դավադիր գործը մեկ նպատակ ունի, պահել այսօրվա չարիքի իշխանությունը, մենք, ես կոնկրետ, ասել եմ ու կասեմ, պատասխանատու եմ երկնքի առջև, պատասխանատու եմ իմ նահատակ հայրերի ու եղբայրների առջև, պատասխանատու եմ այն բոլոր մարդկանց առջև, ովքեր մի վայրկյան անգամ վստահել են մեզ, Աստված զորացնի բոլորիդ։ Դատարանը նախ հարգելի դատարության մասնակիցներ ևս մեկ անգամ ձեզ հիշեցնել, որ վարույթը քրեական նախնական դատալսումների փուլում է գտնվում։ Ձեր կողմից վարույթի մասնակիցներ և հարգարժան հարգելի մեղադրյալ Բագրատ Սրբազան նշված հանգամանքները, եթե դատարանը չի հետազոտել, իսկ հետազոտումը հիմնական դատալսումների փուլում է տեղանում, այլ հնարավորություն չկա այլ ձևով հետազոտման, սա փաստ է, քրեական դատավորություն, ես հավարտեմ, այլ հետազոտման հնարավորություն չկա այս դեպքում, հետազոտման այլ եղանակ չկա։ Այդ բոլորը հիմնական դատալսումների փուլում կարող են բանալվել։ Այս փուլում դատարան չի կարող ասել նրանք որքանով են հիմնավոր, որքանով են ոչ հիմնավոր, որքանով են թույլատրելի և ոչ թույլատրելի, այդ բոլոր հարցերը հիմնական դատալսումների փուլում է։ Սա իդեպ բոլոր մեղադրյալներին է վերաբերում, ոչ միայն անհատապես ձեզ։
ցանկանում եք արտահայտվել։ Ասեմ, ես ձեր ասածը լրիվ հասկանում եմ, ընդունում եմ, պատկերացնում եմ, որքան որ հնարավոր է իմ ընկալումների մեջ։ Պարզապես ես անդրադարձա այն թեմային, որը դարձել է հանրային նյութ, անմեղության կանխավարկածները խախտելով, հնչել է խորհրդարանի ամբիոնից, հնչել է հանրային հեռուստատեսությամբ եւ հնչել է նաեւ վերջերս դարձել խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, պատվարժան դատարան, որ ես ոչ թե ասում եմ, որ այդ ժամանակը կգա եւ արդեն իսկ մարդիկ հնչեցրել են, նախապես խոսել են այդ թեմայով, հենց կոնկրետ այս երկու նյութը ինչի մասին ես խոսել։ Եթե ուրիշ նյութեր կխոսեն, օրինակ կներեք, չեմ երկարացնում, ես կարող եմ նաեւ խոսել ավտոբուս վառելու մասին, որը անընդհատ խոսել են այս մարդիկ, անընդհատ խոսել են, ասել են, որ մենք պլանավորել ենք ավտոբուսներ վառել, որը գործում էլ արկա չի ինֆորմ, ասեմ ձեզ։ Հիմա կարող եք ուրիշ բաներից էլ կարող եք խոսել, բայց չեմ խոսում դրանցից, չեմ խոսում, հասկանալով անդերս, որ ընթացքը, ապացույցներ, փաստեր եւ այլն։ Պարզ է այդ բոլորը։ Ես խոսել եմ երկու կարևոր թեմա, որոնք պատվարժան դատարան, դուք այս պետության մեջ կշիռ ունեցող, ներկայություն ունեցող, որոշումներ կայացնող ձեր բաժնով ու չափով մարդ եք։ Հիմա ես խոսում եմ երկու թեմա, քննչական կոմիտեի ղեկավար գլխավոր դատախազ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորներ, էլ մնացածին չեմ ասում։ Այս երկու թեման են հնչեցրել, ահաբեկչության պլանավորում իմ ձեռքով գրված եւ երկու հոգու, կներեք, որ այդ բառն ասում եմ, գնդակահարելու եւ 15 հոգու բան տնելու եւ նաեւ Արթուր Սարգսյանի կալանավորման այդ ֆիասկոյի ժամանակ էլ են հնչեցրել։ Սա իմ ասելիք, իմ ելույթի կամ շեշտադրման հիմնական կետերը դրանք էին, դրա համար խոսեցի, այլապես ես ասում եմ, ոչ փորձաքննություն են անցել, որովհետև ոչ մի բան չի անցել, չկա, գործերում էլ չկա արձանագրված։ Իզուր հիմա հետո ռետրո որևէ բաներ թող չփորձեն անել։ Շնորհակալություն։ Դատարան լսելով վարորդի մասնակիցների կարծիքը, դիրքորոշումները յուրաքանչյուրի որոշեց, որ Բեղադրյալ Գաստանյանի Բագրատ Սրբազանի նկատմամբ կիրառած խախտման միջոց կալանքի հիմքերն ու պայմանները չեն նվազել, չեն վերացել եւ այլընտրանքային խախտման միջոցները քրեական վարույթի ներկա փուլում իզորու չեն ապահովում Բեղադրյալի պատշաճ վարքագիծը, որպեսզի պայմաններում վերջինիս նկատմամբ կիրառած խախտման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվում է 3 ամիս ժամկետով։ Բնականաբար այն սահմանափակումները, որոնք որ վերաբերվում էին այլ անձանց հետ շփվելուն, այդպիսի սահմանափակումներ չեն կարող լինել, քանի որ վերադարձ